Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի հերթական հյուրն էր հաղորդավար Արման Մարգարյանը։ Star News-ը հետևել է զրույցին։ Կար մի շրջան, երբ Արման Մարգարյանն ու Աննա Կոկչյանը համարվում էին ամենաքննարկվող զույգերից մեկը։ Աննա Կոկչյանը դեռ այն տարիներին էլ հայտնի էր իր սկանդալային կերպարով և այսօր էլ մնում է նույն կերպարում հայտնի։ Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած սկանդալը Աննա Կոկչյանը դավաճանել էր Արման Մարգարյանին Սոս Ջանիբեկյանի հետ, ով այն ժամանակ նոր էր սկսում իր կարիերան որպես դերասան։ Այս մասին խոսելով Արման Մարգարյանը պատմեց. «Մենք արդեն որոշ ժամանակ էր, որ բաժանվել էինք, և դա իմ նախաձեռնությամբ չէր, դա էլ պետք է փաստենք։ Բաժանումից հետո ես հասկացա, որ Երևանում մնալն ինձ համար շատ դժվար է։ Չէի համակերպվում իրավիճակի հետ և տեղափոխվեցի Մոսկվա։ Կես տարի անց այնտեղ իմացա, որ նա նոր հարաբերություններ է սկսել։ Շատ ցավալի շրջան էր։ Երբ իմացա, որ ինքը ուրիշ տղամարդու հետ է, այդ պահից սկսված այդ էջը փակվեց։ Հետո իմացա, որ նա Սոսի հետ է, տոմս գնեցի և վերադարձա Երևան։ Սոս Ջանիբեկյանի հետ մինչև այդ ծանոթ չէի, միայն հեռակա գիտեի իրեն։ Բնականաբար նա էլ ինձ էր ճանաչում։ Հանդիպեցինք, մի քանի բառ փոխանակեցինք ու հասկացանք, որ հենց հիմա կարող ենք խմել։ Եվ հենց այդպես էլ արեցինք», անկեղծորեն պատմել էր Արման Մարգարյանը։ Ինչպես հայտնի է, Սոս Ջանիբեկյանի կյանքում եղած կանայք, կարելի է ասել, անհաշվելի են։ Խոսակցությունները ոմանք իրական հարաբերությունների մասին են, ոմանք էլ միայն ասեկոսեներ են։ Երբ Լյուսի Հայրապետյանը հյուրընկալվել էր Ամալիա Հովհաննիսյանի Life-room հաղորդմանը, անկեղծորեն խոսել է իր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների մասին և ոչ միայն։ Հատկանշական է նաև նշել, որ իր հարցազրույցներից մեկում Սոս Ջանիբեկյանին անդրադարձել է նաև Անի Խաչիկյանը։ Քանի որ մի շրջան կար, երբ թե Սոսը, թե Անին բաժանվել էին։ Երբ դերասանները միասին նկարահանվեցին, նկարահանումներից շատ չանցած նրանք հանդիպել էին, և այդ լուսանկարները հայտնվել էին համացանցում։ Այս մասին Անի Խաչիկյանը խոսել է, երբ հյուր էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդմանը։ Star News-ը սիրով ներկայացնում է նշված հարցազրույցները հաջորդիվ։ Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ամենացավոտ թեմաներից մեկն էր։ Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցներում նշել է, որ ես եմ իրեն թողել, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Կյանքում մի կետ կար, ես ունեի խնդիր և այդ խնդրին պետք էր լուծում։ Իսկ այդ խնդրի լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ։ 5-ից 6 տարի հարաբերություններ մի մարդու հետ, հետո բաժանում հանուն Սոսի։ Ես պետք է այդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց էդ մարդուն ես ցավացրեցի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, որ անարդար եմ գտնվում մարդկանց հետ։ Իսկ էդ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի, տեսնես էդ մարդը ինձ կների, որովհետև մեծ ցավ եմ տվել իրեն։ Ինքը մեկ շաբաթում դարձավ ուրիշ մարդ, մինուս 20 կիլոգրամ։ Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում։ Լյուսի Հայրապետյանը անկեղծորեն նշեց նաև, որ ամենաերկար ժամանակը, երբ մենակ է մնացել, 1 ամիսն է եղել։ Չեմ սիրում մենակ մնալ։ Մի ամսից ավել մենակ չեմ մնացել, միշտ ունենում եմ ընկեր։ Սիրում եմ ուշադրություն, միշտ թույլ եմ տալիս, որ ուշադիր լինի։ Եթե լավ տղա ա, ոչ թե կներեք, աղբակույտ։ Հաղորդման սկզբի հատվածում Լյուսին խոսեց Դուբայում ապրելու մասին։ Երբ բնակարաններ ձեռք բերեցի այնտեղ, հասկացա, որ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու։ Հասկացա, որ չեմ ուզում այստեղ ապրել, որովհետև մի կետում եմ, և այդ կետում եմ տարիներ շարունակ։ Դրանից ավել ունեմ ասպարեզում մարդիկ, ում կուզեմ ձգտեմ։ Իրենց աստիճանին հասնեմ, բայց նայելով նրանց չեմ նախանձում։ Երևանը շատ քաղցր ա հեռվից։ Մոտս ճահճացած էր, զգում էի, որ առաջ չեմ գնում և հոգնում եմ։ Կներեք, բայց մեր հասարակությունը շատ ծանր ա, շատ ա քո վրա ազդում։ Չի թողում առաջ գնաս, կարծրատիպեր ա կապում քեզ։ Լյուսին անկեղծացավ, որ իր կյանքում ունեցել է մի փուլ, երբ իր խոսքով ինքնանպատակ է դարձել ամուսնանալը, երեխա ունենալը։
Բոլորը շուրջս երեխա ունեին, բոլորը խելոք տան աղջիկ էին, ես չէ։ Հասկացա, որ վազում եմ ու չեմ հասցնում, անընդհատ սխալ որոշումներ եմ կայացնում և ավելի վատ ա դառնում ամեն ինչ։ Կար մի ժամանակ, որ ուզում էի ընտանիք, մամա դառնալ։ Բայց հետո հասկացա, որ էդ այնքան դժվար ա, երբ մի մարդուց ես ուզում երեխա ունենալ, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Իմ կյանքում լինում էին տղաներ, ընկերներ ինչ-որ X ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց տոտալ երջանիկ չէի։ Եթե այդ տոտալ երջանկությունը չկա, ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ։ Երկրորդ այդ մարդուն ամբողջ օրը իմ կողքը տեսնեմ, որը արտացոլանքն ա իրա։ Ես չեմ կարող մայր չդառնալ, կա զարգացած թեմա, ձվաբջիջ հավաքել, բավականին շատ հավաքել եմ։ Ունեմ էնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, որ երեխա պետք լինի, ասեք։ Որ ինչ-որ մի խնդիր լինի, կարելի ա էկո տարբերակով ունենալ այդ երեխային, սուրոգատ մոր տարբերակով ունենալ։ Ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ։ Ֆիլմից հետո եղան ասեկոսայներ Անիի և Սոսի մասին, ինչպես մեկնաբանեց դերասանուհին։ Բուռն և խորքային իրադարձություններ էին իմ կյանքում, բայց նույն կարգի ցավոտ։ Դրանից ինչ-որ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները։ Այդ շրջանում և ինձ մոտ և Սոսի մոտ նույն անցումային փուլն էր։ Շատ տարօրինակ շրջան էր, երբ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ մի որոշ ժամանակ, ես ու Սոսը մի օր պատահաբար այլ պրեմիերայի ժամանակ իրար տեսանք։ Ողջունեցինք, նկարվեցինք, հաջորդ օրը արթնացանք մի նոր սիրավեպի պատմությամբ։ Այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսվեց, ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք։ Ինչ է իրականությունն իրականում ու ինչպես կարող են մարդիկ էդ ամեն ինչը կողքից տեսնել։ Նազենիի «Ինչպիսին պետք է լինի քո տղամարդը» հարցին Անին պատասխանեց. Պիտի կարողանա սիրել։ Սիրելը առհասարակ էնպես չի, որ բոլոր մարդկանց մոտ է ստացվում։ Տղամարդկանց մոտ էլ մասնավորապես բարդ է։ Ինձ թվում ա այդ մի դրվագը շատ կարևոր, ամեն ինչ իր տեղը կդնի։ Խոսելով դերասանուհիների կարծրատիպերի մասին, Անին նշեց. Հայ իրականության մեջ ունենալ ինչ-որ արտաքին, ինչ-որ գույներ, մասնավորապես դերասանուհիների համար նշանակում է հստակ հերոսուհիների, հստակ կերպարների մեջ քեզ տեսնել և չտալ հնարավորություն, որ դու փորձես այլ բան։ Կորուստներ ու խորը ցավ։ Ես նոյեմբերի 8-ին պարալիզացվել էի։ Չգիտեմ էդ ինչ ֆիզիկական դրսևորում էր իմ մոտ, չէի կարողանում շնչել։ Ուզում էի լացեի, որ միջիցս դուրս գար, կարողանայի շունչս վերականգնեի։ Էդ պարալիզացիան եղել էր հենց էդ պատկերը տեսնելուց, որ հեսա մենք իրար կորցնում ենք։ Հարցը ոչ երկիրն էր, ոչ հողն էր, ոչ տղերքն էին։ Հարցը էն էր, որ բոլորս իրար կորցնում էինք անվերադարձ։